Մենք շարունակում ենք մեր ընթացքը եւ շարունակում ենք բացահայտել մեր հայրենակիցներին, ովքեր ոչ միայն զբաղվում են պրոֆեսիոնալ սպորտային կյանքով, այլ նաեւ մարդիկ, ովքեր շատ ուժեղ են բառի իսկական իմաստով եւ զարմացնում են ամբողջ աշխարհին մեկը մյուսի ետևից սահմանելով ռեկորդներ, այդ թվում եւ նրանց անունը այլևս կա Գինեսի ռեկորդների շարքում, ներկայացնում էր ամիսը կարծես Գինեսի ռեկորդակիրներով շարունակում հիշում ես շաբաթներ առաջ ամենափոքրիկն էր, այո, Գինեսի ռեկորդակիրը Հայաստանում։ Եվ այսպես բարեկամներ, մեր ընկերներն են մեզ մոտ եկել բռնցքամարտիկ աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Յուրի Սաքունց, ողջույն, եւ Հայաստանի ու աշխարհի բազմակի ռեկորդակիր, Գինեսի ռեկորդակիր, միջազգային սպորտի վարպետ Արթուր Սաքունցը, բարի լույս։ Ոնց եք։ Լավ, շնորհակալ ենք, դուք ոնց եք։ Լավ, շնորհակալություն։ Իհարկե ձեզ բնութագրող ձեր ռեկորդները, այսպես, եթե մենք ամբողջը թվարկեինք, եթերը երևի կվերջանար։ Դուք կարծում եմ սիրով կպատմեք եւ նախկին ռեկորդների եւ ներկայում ինչով եք զբաղված եւ առաջիկայում ինչ ծրագրեր ունեք։ Բայց ուզում եմ սկսել ամենա ձեր վերջին ռեկորդից, այն ճկույթով ուղղաթիռ քաշելու մի ճկույթի պատմություն եւ մեկ ատամնաշարի պատմություն, որովհետեւ Արտուրն էլ կարծես եթե չեմ սխալվում, ատամներով եք քաշել։ Խնդրում եմ պատմեք դրա մասին, հետո առհասարակ կհասկանանք, թե ինչու որոշեցիք, որ պետք է ձեզ այս ոլորտին, այս մարզաձևին, սպորտաձևին նվիրել։ Շնորհակալություն։ Տեսեք, այդ ռեկորդը իրականում շատ դժվար էր։ Պատկերացրեք ճկույտ մատով ես քաշել ուղղաթիռ, ինչը շատ դժվար է։ Բայց մինչև ուղղաթիռ տեղաշարժելը ես 20-ից ավել ռեկորդ եմ սահմանել։ Մետրոպոլիտենի մետրոյի 2 վագոն եմ քաշել 60 տոննա քաշ ունեցող ճկույտ մատով, դրանից առաջ 1 վագոն 30 տոննա, այսինքն պրոգրեսը էլի կամաց մեծացրել ենք, իսկ ուղղաթիռը դա որպես ոչ թե քաշներ ծանր, այլ ինքը որպես տրանսպորտային այլ միջոց, ուղղաթիռ գրանցվեց համաշխարհային ռեկորդների գրքում, ճկույտ մատով քաշեցի 15 մետր։ Այսինքն դուք առաջինն եք ամբողջ աշխարհում։ Այո, առաջին մարդ եմ ով նման ռեկորդ սահմանեց ճկույտ մատում։ Եղել են մարդիկ, ովքեր արել են ամբողջական մարմնով, բայց ես ամբողջական ձեռքով կամ ամբողջական այո ձեռքով, բայց ես ճկույտ մատով սահմանեցի, կատարեցի եւ որը սահմանվեց որպես ռեկորդ։ Յուրի, այդ ինչ ժամանակահատված էր, որ հասկացար ի վերջո, որ քո ճկույթը շատ զորեղ ճկույթ է, ի տարբերություն մնացած մատների, հա, նաև մյուս մատների տարբերությամբ մատների։ Ամենաթույլ մատն է, չէ՞։ Ամենաթույլ մատն է, դրա համար ինքը որպես ռեկորդ է համարվում, ինչ վարժություններ, որ մենք կատարում ենք, բայց առաջի անգամ որ արել եմ, դա եղել է 2 տոննա քաշ ունեցող մեքենա, առաջի ռեկորդս ճկույտ մատով որ արել եմ, ու կամաց մարզելով մարզումների արդյունքում հասցրել եմ շուրջ 60 տոննայի։ Այսինքն մեր խնդիրը նա է, որ մարզումներ ենք արել։ Իհարկե մատները դա ամենաթույլ մկաններ են կարելի ասել համարել, որ անհնար է մարզել, որտեղ միայն ջլեր են, կապաններ են, բայց քրտնաջան ծանրաբեռնված մարզումների արդյունքում հնարավոր եղավ, ու ամենակարևորը հավատում ենք այն գործին, որը որ մենք սկսել ենք եւ հավատ առ Աստված, ասողությամբ ամեն ինչ փորձում ենք կատարել։ Մեկը մյուսի ետևից իսկապես զարմացնող հնարքներ եք դուք իրականացրել, ատամնաշարի հետ կապված խնդիրներ չունենք։ Ասեմ, ես է կատարեցի համաշխարհային ռեկորդ, ու նշեմ, որ դա էլ իմ առաջին ռեկորդը չէր, ունեմ 10-20 ռեկորդներ, Գինեսի 5 ռեկորդ, աշխարհի 10 ռեկորդ, մի ձեռքով ես քաշել եմ 120 տոննա քաշ ունեցող 2 գնացքետի ամբողջական ձեռի հետ կապված, բայց մարտի 12-ին ատամներով քաշեցինք ուղղաթիռը 16 մետր, դա էլ որպես տրանսպորտային միջոց նոր համաշխարհային ռեկորդ էր։ Ինձ հետաքրքիր է, թե այսպես ռեկորդներ սահմանող մարդիկ մի օր ուղղակի արտանում են եւ հասկանում են, որ ունեն ամուր ատամնաշար կամ ամուր զարգացած մկաններով մատներ, որ որոշում են այդ քայլին գնալ։ Ինչպես է ստացվում։ Այս սպորտաձևը գիտենք, ծնողներն ուզում են ենթադրենք երեխային տանել այս սպորտին կամ երեխան ինչ-որ ձիրք ունի զբաղվելու, բայց այս պահը ես ուզում եմ հասկանալ ինչպես է ձևավորվում մարդուն։ Շատ լավ հարց տվեցիք, շնորհակալություն, տեսեք։ Մենք մանկուց զբաղվում ենք սպորտով։ Ես 6 տարեկանից զբաղվում եմ ազատ ոճի բուժամարտով, նույն բարբա, որը շատ մեծ ֆիզիկական ուժ է տալիս, բուժամարտով զբաղողները գիտենք, որ ֆիզիկապես լավ ամուր են։
որը նաև օգտագործեցի ռեկորդների ժամանակ։ Ես առաջ անգամ հեռուստատեսության պատահական տեսա, որ Գերմանացի մարզիկը ռեկորդ է սահմանում, առաջացավ ցանկությունը, որ ես էլ դառնամ ռեկորդակիր եւ ռեկորդն է սահմանել։ Ու այդ ժամանակից սկսեց ռեկորդներով զբաղվելը, բայց մենք մանկուց զբաղվում ենք սպորտով, այսինքն հիմքը կա, մնում ավելի շատ զարգացնել։ Ըմբշամարտին տիրապետելուց հետո անցանք արդեն բռնցքամարտին ու հետաքրքիր է, որ այսօր պրոֆեսիոնալ բռնցքամարտով զբաղվելը խանգարում է ռեկորդներ սահմանելու, թե ընդհակառակը օգտում է եւ մարզումների տեսակները ռեկորդ սահմանելիս եւ բռնցքամարտում տարբեր են թե ոչ եւ որքանով են օգտում իրար ու որքանով են խանգարում, եթե կա նման զգացողություն։ Իհարկե կա շատ մեծ տարբերություն, բռնցքամարտը լիովին լիարժեք տարբերվում է ռեկորդներից, որտեղ ռեկորդների ժամանակ միայն աշխատում են ֆիզիկական ունակությունները ավելի շատ, 80%-ից ավել, եւ մարզումները անցկացնում են շատ մեծ ծանրաբեռնված մարզումներ ֆիզիկական տեսանկյունով, այսինքն ծանրաքարերի, շտանգաների, լանաձողերի օգնությամբ, իսկ բռնցքամարտը լրիվ տեխնիկապես եւ շատ զարգացություն է։ Այո, լրիվ ուրիշ է, ոնց ասեմ, թույլ լինես, որ կարողանաս։ Իսկ այս դեպքում մարզումների տարբերությունը չի փախվում իրար ու որևէ բացասաբար ազդեցություն չենք ունենում։ Չէ, բացական լինում է, որ տրավմաներ, այսինքն վնասվածքներ կարող է լինել ռեկորդներից հետո կամ ռեկորդային մարզումների ընթացքում, որ նշեցի ծանրաբեռնված մարզումների արդյունքում կարող են վնասվածքներ, բայց որ նայենք նյուանսները ավելի շատ կօգնի, քանի որ ֆիզիկական զարգանում է, որ ֆիզիկական զարգացվածությունն անհրաժեշտ է բռնցքամարտի ժամանակ։ Բռնցքամարտում այն անհրաժեշտ չի տեխնիկան, այլ պետք է ֆիզիկապես ամուր լինես, որ քո ուդարը, ոնց ասա, հարվածը ավելի ամուր լինի, ավելի ձիգ լինի եւ կանաս դիմացկուն լինես, հարվածներին ընդունես ճիշտ։ Եվ բռնցքամարտի արդեն աշխարհում ձեր հաջողությունների մասին խնդրում եմ պատմեք, գոնե վերջին, որովհետև կարծում եմ շատ է եւ չենք հասցնի ամբողջ անդրադառնալ։ Այո, բազմաթիվ պրոֆեսիոնալ ունեմ անցկացրած բազմաթիվ մենամարտեր։ Վերջին մենամարտը տեղի ունեցել Չեխիայում, որտեղ դարձա GBC վարկածով աշխարհի չեմպիոն։ Մենամարտեցի չեխ բռնցքամարտի հետ, ով Չեխիա 7 անգամ չեմպիոն էր դարձել, պրոֆեսիոնալ ռինգում ուներ 40-ից ավել անցկացրած մենամարտ։ Իհարկե շատ դժվարություն տրվեց այդ տիտղոսը եւ գոտին արդեն Հայաստանում է եւ կասեմ օֆիցիալ որ այս պայդրության միակն եմ ով ունի այդ գոտին, որ փառք Աստծո հաջողությամբ հասանք այդ գոտին եւ բերենք Հայաստան։ Կուզենամ նշեմ, որ առաջիկային ունենք շատ կարեւոր մենամարտ։ Ես նշեցի բազմաթիվ մենամարտեր եմ անցկացրել, բայց սա առանձնացնեմ, որովհետեւ մոտավոր ընդամենը 15 օրից մենամարտելու եմ ադրբեջանցի մարզիկի հետ։ Շատ կարևոր մենամարտ ինձ համար եւ կարծում եմ բոլոր իմ հայրենակիցների համար, որտեղ լինելու են նույնպես գոտու մենամարտ եւ պատրաստվում ենք ընկերներով, հայրենակիցներով այս մենամարտին ու պահա որքանի հասցնացել եք ուզենամ շնորհակալություն հայտնել իմ բոլոր հայրենակիցներին, ովքեր որ իմ հետ են, իմ կողքին են։ Կարծում եմ արդյունքը բոլորին։ Այո, իմ ընկերներին, ովքեր որ իմ կողքին են։ Ձեր եղբայրը կարծես շռայլ է միայն ռեկորդներ սահմանելուց, խոսել չի սիրում։ Ոչ, բռնցքամարտով եմ զբաղվում, ես էլ արդեն 5 ամիս է, ես եմ պրոֆեսիոնալ բռնցքամարտ, նպատակ ունեմ դառնամ աշխարհի օլիմպիական չեմպիոն, բռնցքամարտի հետ կապված։ Ռեկորդներ ունեմ արած բազմաթիվ, շատ, որ խոսանք ձեր ասած հաղորդումը կպրծնի, բայց մի քանիսը կասեմ, 2 մատով քաշել եմ 60 տոննա քաշ ունեցող գնացքը, ունեմ շատ կարևոր Գինեսի ռեկորդ իմ համար ու ազգի համար է, որ ասում եմ բում արա այդ ռեկորդը, անցել եմ թուրք մարզիկին, տուրնիկի վրա մի րոպեում կատարել եմ 55-ա ջիմ։ Թուրք արել է 53-ա ջիմ 10 տարի առաջ, ես շրջանցել եմ, դա շատ կարևոր ռեկորդ էր։ Նշեմ, որ 10 օր առաջ ես սահմանել եմ նոր ռեկորդ։ Ուղղաթիռից հետո 10 օր առաջ սահմանել եմ նոր ռեկորդ, մեկ ձեռքով քաշել եմ կռանը 100 տոննա։ Դա 10 օր առաջ է։ Խոսքերն ավելորդ են, ինչպես ասում են։ Այսպես ուժ ու զորություն ձեզ տղերք, այս ամենը շատ ուրախալի է ու հաստատ հպարտության զգացում ունենք մենք բոլորս։ Մի խոսքով ամփոփելով զբաղվում եք այս օրերին պրոֆեսիոնալ սպորտային կյանքով, նաև աշխատում եք մեծ ծավալով, որպեսզի գրանցեք նորանոր ռեկորդներ, իսկ կա փոքր սերնդի ներկայացուցիչներ, ովքեր ձեր սաներն են եւ փորձում եք դուք ձեր մասնագիտական նրբությունները, պրոֆեսիոնալիզմը առաջ գնալու այդ կարողությունը փոխանցել ձեր, այսինքն որպես մարզիչ դուք այսօր գործունեություն ծավալում եք թե ոչ։ Չէ, ցավոք չենք հասցնում,
քանի որ դա լրիվ ուրիշ մասնագիտություն է, կարող լինես, որ դու լավ մարզիկ լինես, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, բայց լավ մարզիչ չլինես։ Իրականում դրանք լրիվ տարբեր են, բայց ժամանակ առաջ ես աշխատել եմ մարզիչ, քանի որ ունեմ կրթություն, ես ունեմ 3 մասնագիտություն, որից մեկը մանկավարժությունն է, բայց հիմա չենք հասնում, բայց կգա ժամանակ Աստծո կամքով, Աստծո ցանկությամբ մենք կհիմնենք մեր դպրոցը եւ այո, ինչպես նշեցիք, մեր գործը փոխանցենք։ Հենց մի փոքր բավարարված զգաք ռեկորդների մասով, գոտիների մասով, արդեն կզգաք, որ բավական է, լավ, թող մի քիչ ուրիշները։ Երբեք բավական երևի չէ։ Բայց կարծում եմ դա վարակիչ է եւ երբեք այո, բավարարված չեն զգում անընդհատ, չէ, նոր ռեկորդներ։ Հա, սպորտը իրականում դա կախվածություն է շատ մեծ, պրոֆեսիոնալ իհարկե սպորտի մեջ որ մտնում ես դժվար է դուրս գալը, շատ դժվար է։ Բայց իհարկե լավ կախվածություն է։ Արտները գոհացնող կախված։ Ինչպես նշեցիք, մենք մարզիչ ենք, բայց մեր շնորհիվ շատ երեխաներ, չեխի երեխաներ, մեծեր, երիտասարդներ շարունակում են մեր գործը։ Բազմաթիվ անգամներ եղել է, որ ինձ զանգել են, դուրսում փողոցում հանդիպում են։ Վիդեոներն ինձ ուղարկում, որ մեր արած գործը անում են, ասո ռեկորդ են անում, ավտո են քաշում, պարապում են, բոքս են անում։ Ու մենք կարծում լավ գործ ենք անում, քանի որ մեր շնորհիվ, մեր մարզիկների շնորհիվ, մեր ասեմ էլի, երեխաները կտրվում են փողոցից, ամենակարևորը։ Հանցագործություններից, փողոցից, բաց սովորություններից, քանի որ ֆիզիկական դասիրակությունը եւ սպորտը միայն լավ որակներ է դասիրակում։ Բայց այդ ռեկորդները ինքնուրույն առանց մարզչի, առանց ուսուցչի կրկնելը վտանգավոր է, չէ՞, բնականաբար։ Եթե որևէ մեկը չկա, որպեսի ուղղորդի նրանց, կարծում եմ հետևանքները կլինեն շատ վտանգավոր է։ Այսինքն մարզչական գործունեություն պիտի ուզեք, չուզեք ծավալեք։ Եթե մարդիկ կան, որոնք ուզում են կրկնօրինակել այդ ռեկորդները։ Հա, անպայման պետք է, իրական դուք շատ ճիշտ եք նշում, որովհետև ինձ ուղարկում են վիդեոներ, որտեղ 3 տարեկան երեխան կամ չգիտեմ 5 ամսեկան նույնիսկ երեխան ստիպում է, որ ինչ-որ մի բան անի զուտ վիդեոյի համար։ Ասենք իր հայրիկը կամ չգիտեմ հոր եղբայրը, ու այդ իրականում ճիշտ չի։ Դուք իհարկե ասում եք, որ չունեն։ Հա, անպայման ես զանգում, ասում եմ, չէ, այ նա վիդեոյա որ մարդիկ չգիտեմ 100,000 դիտումի համար 3 տարեկան երեխան ասենք պետք է ծանրաձող ասենք կամ ավտո ուզում քաշի ու կամաց գնանք ամփոփում, բայց առաջարկում եմ մինչև կամփոփենք մեր հարցազրույցը, հիմա այսպես էջերը հետ տանք ու գնանք դեպի ձեր մանկություն, եթե համեմատեք ձեր մանկության տարիներին, ձեր ձգտումները, ձեր սպորտային կյանքով ապրելու ցանկությունը, ձեր պարապմունքները այսօրվա պարապմունքների հետ, որովհետև այսօր հնարավորությունները շատ են, բայց արդյոք հոգեբանության տեսանկյունից երեխեքը պինդ են, հատկապես տղա երեխաները ունեն սպորտով զբաղվելու այդ մեծ ցանկությունը, որ ժամանակին ունեցել եք դուք ու ձեզպես շատերը, ինչ համեմատականներ կտանենք այն ժամանակ ու այսօր պրոֆեսիոնալ սպորտային կյանքով ապրող երեխաների ու դեպի իրեն նպատակը հասնող նաև այդ զգացողության։ Պրոֆեսիոնալ հարցեր եք դուք հիմա տալիս, իրականում շատ լավն է, շատ մեծ տարբերություն կա 2000-ական թվականների եւ հիմա մենք պարապել ենք, մենք մարզվել ենք իրականում կաթացող զալերում, անկեղծ ասած, որտեղ գորգը, կավիորը եղել է պատրված, մենք կարել ենք, մենք պարապել ենք, ասենք, պատերը ոչ բարվոք վիճակում, այ ֆրանսրև էր գալի։ Դերդ ստեղծել եք ձեր հարմարություն, բայց այն ժամանակ իրականում մեր զալերում տեղ չկար։ Ցուրտ զալում, զնրը ցուրտ, որտեղ պլիտա էր ընդհանրապես վառվում, դե հիմիկվա նման չէր։ Ու պատերից ձուն անձրև, մենք կտորները ասած փռած կամ թասերը դրած, բայց 30-40-ից ավել մարդիկ էին պարապում, երիտասարդները ամբողջ մեր քաղաքի պարապում էին։ Բայց հիմա կա ավելի լավ պայմաններ, որ ես հիմա պարապում եմ, ասում եմ, ինչա կատարվում։ Եվ բոլոր առումներով ավելի։ Հա, էլի ամեն առումներով։ Այլ զբաղմունքներ։ Ապրեք։ Մարզիչները ավելի երևի լավ, չգիտեմ, մոտեցումները հոգեբանող են եւ ֆիզիկական։ Ամեն ինչ ուրիշ է, բայց հիմա քիչ մարդ է պարապում, չգիտեք խի։ Քիչ մարդ է մարզվում, այն մոտիվացիան չկա, այն հոգեվիճակը չկա, որ մարդիկ ձգտեն, ուզենան դառնան չեմպիոն։ Իսկ այն ժամանակ մենք մի հատ մեդալ էինք ունենում ու աշխարհում մեկ էինք գնում։ Իսկ հիմա արժեքները շատ մեծ փոփոխություն է ենթարկվել։ Չէ, վստահաբար ժամանակն է կամաց-կամաց, որ ծավալեք մարզչական գործունեություն նաև, որովհետև դրա կարիքը կարծում եմ շատ կա։ Ինչ ունենք ամփոփելու, ինչ ունենք ավելացնելու, ապագայի հետ կապված կամ արդյոք նոր ռեկորդներ կան, տեսել եք ու վստահաբար քայլում եք, որպեսզի հասնեք ու գերազանցեք այդ ռեկորդները։ Հասան առաջան դու չես խոսում։ Դեռ վայելում ենք ինչ որ ունենք։ Վայելենք նպատակայլի ռեկորդանա, որտեղ ես նշեցի, չեմ ոսմը տեղս նստող չեմ ես։ Դե դրա համար ես հարցը տենամ,
չգիտեմ, ծանր ինչ կլինի, այլ 100 տոննայից ծանր, այդ էլ քաշեմ անպայման, որտեղ բանը որ քաշեցի, կռանը ես որ քաշեցի, ինքը իրականում ասում եմ անհավանական էր իմ համար էլ, կոնկրետ, որտեղ բոլորս գիտենք շինարարական կռանները 18 հարգանի չափ մենակի վերջը, այո, նայում ես դու մոտը թզուկ ես, չես կարող անես, բայց դա էլ կա, եթե դրանից ծանր բան լինի անպայման այո, շենքենի արդենք լավ, շնորհակալություն ձեզ, հաջողություն իհարկե, հաջողությունը կարծում եմ ձեզ միշտ ուղեկցում է, թող այսպես 2-3 քայլ առաջ լինի ձեզանից, որպեսզի նաև առիթներ լինի հպարտանալու, այո, Հայաստանի անունը բարձր պահելու եւ ձեզ հյուրընկալելու համար։ Սիրելի հեռուստադիտողներ, բռնցքամարտիկ աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Յուրի Սաքունցն էր, մեծ հյուր եւ Հայաստանի եւ աշխարհի բազմակի ռեկորդակիր, Գինեսի ռեկորդակիր, միջազգային սպորտի վարպետ Արթուր Սաքունցը։ Մենք բարև երկիրն ենք, շարունակում ենք մեր ընթացքը, մնացեք մեզ հետ։